Գոյամարտն այն սերիալներից է, որի մասին դժվար է խոսել միայն որպես հեռուստանախագծի։ Սա պատմություն է, որը փորձում է բացել մի հարց, որի պատասխանը երբեք պարզ չի լինում, ինչի համար է մարդը պայքարում, երբ թվում է, թե ամեն ինչ արդեն կորցրել է։ Գոյամարտ բառը հնչում է որպես մարտահրավեր ոչ միայն հերոսներին, այլև հեռուստադիտողին։ Սա պայքար է ոչ միայն արտաքին ուժերի դեմ, այլ առաջին հերթին սեփական հիշողությունների, վախերի, մեղքի և ընտրության հետ։ Այստեղ յուրաքանչյուր կերպար ապրում է իր անձնական ճակատամարտը, և այդ ճակատամարտը հաճախ ավելի դաժան է, քան ցանկացած արտաքին հակամարտություն։ Սերիալի սյուժեն կառուցված է ժամանակների խաչմերուկում, անցյալը չի պատմվում որպես ավարտված էջ, այն մշտապես ներկա է, ներխուժում է հերոսների կյանք, ստիպում վերապրել վաղուց մոռացված պահերը։ Հուշերը դառնում են գործողության շարժիչ ուժ, իսկ լռությունը երբեմն ավելի աղմկոտ է, քան բառերը։ Հենց այս ժամանակային շերտավորումն է գոյամարտը դարձնում ոչ գծային, այլ խորքային ու բազմաշերտ։ Դիանա Գրիգորյանի մոտեցումն այս սերիալում առավել կտրուկ ու համարձակ է, նա չի փորձում պարզեցնել իրականությունը կամ գեղեցկացնել այն, ընդհակառակը ցույց է տալիս մարդուն իր թուլություններով, սխալներով, ներքին հակասություններով։ Այստեղ հերոսները հաճախ սխալվում են, երբեմն ընտրում են ամենածանր ճանապարհը, բայց հենց այդ ընտրությունների միջոցով են բացահայտվում նրանց իրական դեմքերը։ Գոյամարտում բարին և չարը հստակ սահմաններ չունեն, դրանք խառնված են, երբեմն փոխվում են տեղերով, և հեռուստադիտողը ստիպված է ինքնուրույն որոշել ում հասկանալ, ում դատել, իսկ ում ներել։ Սա այն սերիալներից է, որը չի տալիս պատրաստի պատասխաններ, այլ թողնում է հարցերը բաց դիտողի ներսում շարունակվելու համար։ Առանձնահատուկ ուշադրությունն է արժանի սերիալի մթնոլորտը, այն ծանր է, խտացված, երբեմն ճնշող, բայց երբեք դատարկ։ Լույսն ու ստվերը այստեղ սիմվոլիկ նշանակություն ունեն, ամեն մութ կադր խոսում է ինչ-որ չասվածի մասին, իսկ ամեն լռություն ներքին աղմուկի։ Դերասանական կազմը գոյամարտում չի ծառայում միայն սյուժեին, այլ դառնում է դրա կրողը։ Գոյամարտ սերիալի դերասանական կազմն օրեցօր ավելի հստակ ու խոսուն է դառնում, արդեն հաստատված է, որ սերիալում նկարահանվում են տաղանդավոր ու հեռուստադիտողի կողմից սիրված դերասաններ Դավիթ Հակոբյանը, Անի Մեհրաբյանը, Կարո Հովհաննիսյանը։ Նրանց անուններն արդեն իսկ բարձր նշաձող են սահմանում նախագծի համար և հուշում, որ խոսքը պատահական սերիալի մասին չէ։ Դավիթ Հակոբյանն իր խորքային ծանրակշիռ դերակատարումներով այն դերասաններից է, ով կարողանում է կերպարին հաղորդել ներքին լարվածություն և հոգեբանական բարդություն։ Նրա մասնակցությունը գոյամարտում խոսում է սյուժեի լրջության և կերպարների բազմաշերտ լինելու մասին։ Անի Մեհրաբյանն, ով հեռուստադիտողի սրտում արդեն ամրապնդել է իր դերը «Վերջին զանգը» սերիալում մարմնավորած Ֆաինայի լուսավոր կերպարով, այս նախագծում ամենայն հավանականությամբ կներկայանա լրիվ այլ երանգով։ Նրա մասնակցությունը սերիալին հաղորդում է զգացմունքային խորություն, կանացի ուժ, որը կարևոր դեր կունենա պատմության զարգացման մեջ։ Կարո Հովհաննիսյանի ընդգրկումը ևս առանձնահատուկ նշանակություն ունի։ Դիանա Գրիգորյանի հետ նրա նախորդ համագործակցությունը գլխավոր դերակատարմամբ մեծ հաջողություն էր ունեցել։ Այդ պատճառով շատերը չեն կասկածում, որ գոյամարտում ևս Կարո Հովհաննիսյանը կունենա առանցքային, հնարավոր է գլխավոր հերոսի դեր, որի շուրջ կկենտրոնանա սյուժեի հիմնական պայքարը։ Բացի այդ, շրջանառվում է նաև Ստեփան Ղամբարյանի անունը, թեև նրա մասնակցությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն նրա հնարավոր ընդգրկումը ևս հետաքրքիր շերտ կարող է ավելացնել սերիալի դերասանական կազմին, հաշվի առնելով նրա խաղային փորձն ու կերպարային բազմազանությունը։ Այս անունների համադրությունն արդեն իսկ ձևավորում է ուժեղ դերասանական միջուկ, որը խոսում է գոյամարտի մասշտաբի, հավակնությունների և որակի մասին։ Սա այն դեպքն է, երբ դերասանների ընտրությունը ոչ միայն գեղեցիկ անունների հավաքածու է, այլ մտածված քայլ պատմության ասելիքը լիարժեք փոխանցելու համար։ Գոյամարտը կամաց-կամաց բացում է իր քարտերը, բայց ինտրիգը դեռ պահպանվում է, իսկ այս դերասանական կազմը միայն մեկ բան է հաստատում՝ հեռուստադիտողին սպասվում է լարված, զգացմունքային և հիշվող պատմություն։ Դե ինչ, մինչ կբացահայտվեն հետաքրքիր գաղտնիքներ հեռուստասերիալի հետ կապված, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ գրել ձեր կարծիքը։
Ինչ եք կարծում, ինչի մասին է լինելու հեռուստասերիալը և ովքեր են լինելու գլխավոր հերոսները։ Յուրաքանչյուր պահի նոր հետաքրքիր բացահայտումներ են լինում, նշենք, որ արդեն Armenia TV-ով հայտարարվել է, որ շատ շուտով «Գոյամարտ» հեռուստասերիալը կարող եք դիտել, սպասված մեգա-նախագիծ, որը օրեր անց կհեռարձակվի Armenia TV-ի եթերում։ Իսկ թե ինչի մասին է լինելու հեռուստասերիալը, կիմանաք շատ շուտով, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը լինելու տեղեկացված բաժանորդագրվեք, կիսվեք ձեր կարծիքներով և իհարկե գրեք, թե որ դերասանին կամ դերասանուհուն կցանկանայիք տեսնել դերասանական կազմում։